Շնորհակալություն, խնդրեմ պարզվինի։ Մինչև կանխատեսումներին անցնելը ես ուզում եմ մի փոքր ամփոփել, թե ինչ ենք ունեցել հունվար-մարտ ամիսներին։ Հունվարի նոթի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, բայց հունվարը եղել է բավականին տեղումնառատ, տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմել է բազմամյա արժեքի, այսինքն նորմայի 150-ից 250%-ը։ Փետրվարը շատ տաք էր, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր 4-ից 6 աստիճանով, բայց շատ տեղումնառատ էր։ Տեղումների քանակը կազմել է մինչև 200-ից 400%-ը։ Այսինքն հանրապետության տարածքում ունեցել ենք հատվածներ, մասնավորապես Արագածի Ամբերդի հատվածը, երբ թափվել է նորմայի քառապատիկի չափ տեղում։ Մարտին օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, բայց մարտը նույնպես բավականին տեղումնառատ էր։ Տեղումների քանակը կրկին կազմել է 150-ից 200%-ը, նորից Արագած լեռան հարավային լանջերին, Ամբերդ Արագած այդ հատվածում ունեցել ենք տեղումներ նորմայի քառապատիկի չափով, մինչև 468%-ը նորմայի տեղում է թափվել։ Վերջին օրերը կրկին տեղումնառատ են, Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, մասնավորապես վերջին 2 օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել։ Ունենք հատվածներ, երբ 2 օրվա ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների քանակի 50-ից 60%-ի չափ տեղում։ Ձյան ծածկ այսօրվա դրությամբ բավականին բարձր է հանրապետության տարածքում։ Ձյան ծածկ ունենք նույնիսկ Լոռու ու Տավուշի մարզում եւ այս պահին էլ ձյուն է տեղում։ Ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի Կոտայքի Վայոց-Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում։ Ձյան ծածկ ամենաբարձրը, ինչպես արդեն նշվեց, Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանումը եւ կազմում է 311 սանտիմետր։ Մյուս լեռնային մարզերում այն հիմնականում տատանվում է 15-ից 30 սանտիմետրի սահմաններում, ջերմուկի հատվածում ունենք մինչև 55 սանտիմետր բարձրությամբ ձնածածկույթ։ Օդի ջերմաստիճանը դեռևս բավականին ցածր է, պետք է նշել, որ մինչև օրս Արարատյան դաշտում եւ Երևանում 20-ից բարձր ջերմաստիճան չի գրանցվել, նույնիսկ 20 աստիճան չի գրանցվել, այնինչ անցած տարի 2025 թվականին մենք մարտի կեսերին արդեն Արարատյան դաշտում արձանագրել էինք մինչև 25-ից 26 աստիճան տաքություն։ Բայց սա ունի դրական կողմը։ Դրական կողմն այն է, որ պայմանավորված ցածր ջերմային ֆոնով մենք ունեցանք պտղատուների ուշ ծաղկում, իսկ ուշ ծաղկման դեպքում բավականին նվազում է ցրտահարման ռիսկը։ Հիմա անցնենք կանխատեսումներին։ Ինչպես նշեցի, մեր երկիրը այս պահին գտնվում է միջերկրական ծովից ներթափանցած եւ բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ է գրեթե հանրապետության ողջ տարածքում։ Այդ ցիկլոնը Հայաստանի վրա պատտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ, այսինքն մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Տեղումները կրկին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի Կոտայքի Վայոց-Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում դիտվելու են ձյան տեսքով, այնպես որ վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածներում ցուցաբերել զգոնություն։ Առանձին օրերին, մասնավորապես այսօր ապրիլի 12-ից 13-ին տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով եւ քամուշ գնացմամբ հանրապետության առանձին հատվածներում պոռթկումները կհասնի մինչև 24 մետր/վայրկյան արագությամբ։ Պայմանավորված քամու մեծ արագությունների հետ հանրապետության լեռնային մարզերում նաեւ սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ապրիլի 14-ից սկսած այս ցիկլոնը աստիճանաբար դուրս կգա Հայաստանի տարածքից եւ ապրիլի 14-ից 17 ընկած ժամանակահատվածում այսպես կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն։ Փոփոխությունը այն կլինի, որ հյուսիս-արևելյան ցուրտ օդային հոսանքները կնահանջեն եւ ապրիլի 15-ից իրենց տեղը կզիջեն հարավ-արևմուտքից մերձավոր արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Նախ ասեմ, որ օդի ջերմաստիճանը դեռ նվազելու է։ Մենք ապրիլի 13-ին կունենանք հանրապետության տարածքում եւ գիշերային եւ ցերեկային ժամերին 5-ից 7 աստիճանով ջերմաստիճանի նվազում, բայց այդ ապրիլի 15-ից 18 ընկած ժամանակահատվածում արևադարձային այդ տաք օդի բուրըն ներթափանցման արդյունքում Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով եւ գիշերային եւ ցերեկային ժամերին։ Եվ արդեն վերջապես մենք ապրիլի 17-ից 18 ընկած ժամանակահատվածում
Հանրապետության լեռնային մարզերում կունենանք մինչև 15 աստիճան տաքություն, նախալեռնային հատվածներում մինչև 18-ից 20 աստիճան տաքություն, Արարատյան դաշտում, այդ թվում նաև մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 20-ից 22 աստիճանի։ Ապրիլի 18-ից սկսած տաքօդային հոսանքները կպահպանվեն, բայց Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները, բայց արդեն անձրևի տեսքով կրկին կվերսկսվեն։ Այո։ Շնորհակալություն, այդ դուք նշեցիք, որ այս շրջանում տեղումն առատ է նույնիսկ մարզերում ձյուն է եւ փաստորեն օրեր անց օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է, այս հատվածում հեղեղումների հավանականությունը ինչպիսին է։ Ուրեմն ես ինչպես նշեցի, հեղեղումների հստակ կանխատեսումները հնարավոր է իրականացնել 3-ից 4 օր առաջվա օրոքությամբ եւ հստակ կանխատեսվեն ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ, հորդառատ տեղումներ եւ դիտված գետերի ջրի ջրայնություն, դեռևս վաղ է ասել, որ այդ հեղեղումներ կլինեն, բայց ջրի ելքերի զգալի բարձրացումներ այդ օրերին կունենանք։ Այդ դուք նշեցիք առանձին ջրամբարների լցվածության ցուցանիշներ, եթե ընդհանուր առմամբ վերլուծենք, պատկերն ինչպիսին է, գոհացուցիչ է այս տարի նախորդ տարիների համեմատ։ Նայեք, եթե համեմատենք այսօրվա դրությամբ ջրամբարների ջրալցվածությունը, այսօրվա դրությամբ նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ջրամբարների ջրալցվածությունը ցածր է, քանի որ անցյալ տարի այս ժամանակահատվածում ջերմաստիճանը բարձր էր եւ ինտենսիվ ձնհալք էր տեղի ունենում եւ ջրամբարներում ջրալցվածությունը բավական բարձր ցուցանիշների վրա էր։ Անցյալ տարի այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարում արդեն ունենք 100% եւ ավել լցվածություն։ Այսօրվա դրությամբ 148 միլիոնով պակաս է։ Արփիլիչ ջրամբարում 29 միլիոնով ավել է, Ապարանի ջրամբարում 66 միլիոնով, իսկ Ազատի ջրամբարում 4.2 միլիոնով է պակաս, Մարմարիկի ջրամբարում մոտ 7 միլիոնով պակաս է։ Բայց կանխատեսում, ինչպես նշեցի, կանխատեսումներով այս տարի ավելի շատ ջրալցվածություն կլինի եւ ջրամբարներում եւ գետերում, քան անցյալ տարի։ Այսինքն այն ձնաշերտը, որ ունենք, այն տեղումները, որ ունենք, հիմա սպասում ենք օդի ջերմաստիճանի բարձրացման։ Այո, մենք 122 սանտիմետրով, 1 մետր 22 սանտիմետրով ավել ձնածածկույթ ունենք անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ եւ ավելին այդ ցուցանիշները, ինչպես նշեց պարոն Սուրենյանը, ավելանալու է ձնածածկույթի համեմատությամբ։ Այո, աճելու է։ Իսկ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, պարոն Սուրենյան, կանխատեսվում է, այսինքն կտրուկ բարձրացման պայմանավորվածությամբ կա վտանգ, որ ավելի շատ կգոլորշիանա, քան ջրամբարներին կհասնի։ Նշեցի, որ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում սպասվում է, դա կլինի ապրիլի 15-ից 18 հնգած ժամանակահատվածում։ Ապրիլի 15-ից 18 հնգած ժամանակահատվածում ապրիլի 13-ի համեմատ հանրապետության ողջ տարածքում եւ գիշերը եւ ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով, բայց նույնիսկ նման բարձրացման դեպքում այդ ցուցանիշները բավականին փոքր են մեծ գոլորշիացման ցուցանիշների առաջացնելու համար։ Այս եղանակային կանխատեսումները, որ դուք արեցիք առաջիկա օրերի համար, գյուղատնտեսական առումով ինչ նշանակություն ունի, այդ չգիտեմ, վտանգ կա, վտանգ չկա, կարևոր է, կարևոր չէ, եւ գյուղացիները ինչ ունեն անելու։ Գյուղատնտեսական առումով process-ը լիովին բարենպաստ է, որովհետև շեշտում եմ, ցածր ջերմային ֆոնը նպաստեց եւ նպաստում է պտղատուների ուշ ծաղկմանը եւ ի ուրախություն մեզ, մենք Արարատյան դաշտում Տավուշի ցածրադիր գոտիներում, Սյունիքի ցածրադիր գոտիներում, այսինքն որտեղ որ արկա է վեգետացիոն process պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չենք ունեցել եւ առաջիկա օրերին չենք ունենալու։ Իսկ ապրիլին նման եղանակային պայմանները բնորոշ են մեր տարածաշրջանում։ Իհարկե բնորոշ են։ Շատ ենք ունեցել, բայց կարող եմ նշել 2007 թվականը, որը կրկին բավականին սառն էր եւ 2007 թվականի ապրիլի 24-ին նույնիսկ Երևանի բարձրադիր գոտիներում մենք ունեցանք մինչև 20-ից 30 սանտիմետր բարձրությամբ ձյան տեղումներ։ Խնդրեմ։ Հետաքրքրության մասին, այդ ցիկլոնները որքան հնարավոր են կարգի։ Քանի որ օդի ջերմաստիճանը դեռևս բավականին ցածր է, այսինքն Արարատյան դաշտում, ինչպես նշեցի, մենք ունենալու ենք ընդամենը 20-22 աստիճան տաքություն, ապա կարկուտի մասին խոսելը դեռ շատ վաղ է եւ չի կանխատեսվում կարկուտ։ Կարկուտ սովորաբար ձևավորվում է, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է 25-ից 26 աստիճանից, առաջացնելով ուժեղ վերընթաց հոսանքներ, մենք կարգտավտանգավոր process դեռևս չունենք հանրապետության ոչ մի հատվածում։ Իսկ ամսի 18-ից հետո
Ամսի 18-ից հետո ես նշեցի օդի ջերմաստիճանը չի նվազի, չի էլ բարձրանա, բայց կսկսվեն անձրևներ։ Այ որ նշեցի պարոն Ազիզյան, որ նորմային մոտ է լինելու, հա, ապրիլին օդի ջերմաստիճանը, կարծես 1 աստիճանով տարբերություն։ Երևանում եւ Արարատյան դաշտում ապրիլի նորման ո՞րն է։ Ապրիլի նորման Արարատյան դաշտում 15-ից 16 աստիճանն է։ Դա ամսական միջին արժեքը։ Շատ լավ, շնորհակալ եմ, այլ հարցեր կան, հարգելի գործընկերներ, դուք հավելելու բան ունեք։ Ոչ։ Ջրամբարների մասին հարցում եմ։ Խնդրեմ։ Դուք նշեցիք, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի պակաս է։ Այս պայդրությամբ այո։ Որովհետև ձնալքը դեռևս չի սկսվել եւ այս թափված տեղումները հոսք չեն առաջացնում, այլ միայն ջրային մակերևույթի վրա են տեղումները թափվում, որը որ այդ աշճան աճ չի ապահովում։ Իսկ տարվա առումով, հա, օրինակ բոլորս գիտենք, որ Սևանից ջրի զանգվածների թողումը մեծ խնդիր է առաջացնում։ Այս տարի օրինակ համեմատաբար ավելի շատ են ջուր թողելու, թե քիչ, եթե ջրամբարները արկան կրծվի։ Դեռևս վաղ է խոսել Սևան լճի բացթողումների վերաբերյալ, բայց ջրալցվածության տեսակետից այս տարի նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ ջրալցվածություն կունենանք, ընդ որում հատկապես շատ ջրալցվածություն կունենանք ապարանի ջրամբարում, եթե համեմատենք նախորդ տարվա համեմատ, եւ ըստ կանխատեսումների դա կլինի ամենաբարձր ցուցանիշը սկսած 2011 թվականից։ Ոչ, նորմալ երևույթ։ Մենք շատ ենք ունեցել նմաններ, նույնիսկ վերջին տարիներին ենք ունեցել։ Դա ապրիլին բնորոշ պրոցես է, որովհետև ապրիլին, մարտին եւ ապրիլին Հայաստանում ակտիվանում է միջօրյական ուղղությամբ մթնոլորտի շրջանառությունը, այսինքն ինչ է նշանակում միջօրյական ուղղությամբ մթնոլորտի շրջանառություն, որ հարավային հոսանքները կարող են անմիջապես վերափոխվել հյուսիսային, հյուսիս-արևմտյան, հյուսիս-արևելյան ցուցօթային հոսանքների, իրենց հետ բերելով օդի ջերմաստիճանի կտրուկ անկում։ Այսինքն ինչ որ մենք հիմա ունենք, դա աննախադեպ չէ եւ շատ եղել է, կրկնվել է։ Ես դուք եթե հարցեր, ես ինչու եք բացալի ոդիների հարցը տվեցին, Շիրակի Գևարդունի Տաուշինավորը հայտնի մեր հացահատիկի ծնունի արտադրության առումով ծնում է զնացած կարծոք, նպաստում է կամ չի նպաստում ծորենի։ Իհարկե նպաստում է, ձնածածկույթը մեծացնում է հողի արդյունավետ խոնավության պաշարները, որը նպաստելու է աշնանացանի լավ աճին։ Ինչպես պրոցեսները կսկսվեն ընդամենը 4 օր անց։ Մի փոքր ուշացումով թող սկսվեն 4-5 օր կամ 10 օր ուշ, բայց սկսվեն բավարար խոնավության պայմաններում։ Շնորհակալություն շատ, հավելելու բան ունեք։